Բարև ձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 18 փետրվարի չորեքշաբթի։ Նիկոլ Փաշինյան աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է վաղը, փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով Հունաստանում է։ Երկրի նախագահի նստավայրում տեղի ունեցել Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողություն։ Նախագահի պաշտոնական այցի մասին Աթենքից մանրամասները հայտնում գործընկերս Կրիստինե Արագուլյանը։ Քամոտ եղանակով, բայց արևային ջերմությամբ ու հունական ավանդական հյուրընկալությամբ են ընդունում Աթենքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը։ Այցը պետական է, արարողակարգային առումով ամենաբարձր մակարդակը, ինչը խոսում է հարաբերությունների կարևորության մասին։ Հայաստանի ու Հունաստանի պաշտոնական դիվանագիտական հարաբերություններն ունեն ավելի քան 30 տարվա տարեգրություն, բայց երկու երկրների միավորում են հազարամյակների պատմությունը, քրիստոնեական ժառանգությունը, մշակութային ինքնությունը։ Այդ ընդհանրություններն այսօր ունեն գործնական բովանդակություն, եւ Հայաստանի Հանրապետության նախագահի այցը նպատակ ունի ընդլայնել այդ հարաբերությունները։ Երկու երկրների հարաբերությունները ունեն մեծ ընդգրկում, դրանում առանձնահատուկ նշանակություն ունի պաշտպանության ու անվտանգության ոլորտը։ Տարիներ շարունակ Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում են սովորում հայ ուսանողները։ Բացի դրանից 2023 թվականին Հայաստանն ու Հունաստանը ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, բայց երկու երկրները մտադիր են կանգ չառնել այդ կետում եւ շարունակել հարաբերությունները։ Մեկ այլ ուղղություն է բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Մինչ այս ունեցած համագործակցությունը այսօր համալրվում է մեկ փաստաթղթով։ Փոխմբռնման հուշագիր են ստորագրում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ Հունաստանի թվային կառավարման նախարարությունները։ Հայաստանի Հանրապետության նախագահը այստեղ է ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում առավել ակտիվ են տարածաշրջանային ապաշրջափակման ու հաղորդակցությունների բացման մասին խոսակցությունները։ Ուստի Հայաստանը ակնկալում է Հունաստանի դերակատարումը փոխկապակցվածության նախագծերում։ Պաշտոնական Երևանն ու Աթենքը հարաբերություններ ունեն գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական երկխոսություն, տնտեսություն, անվտանգություն, գիտություն, կրթություն, մշակույթ։ Եվ այս տարիների ընթացքում ավելի քան 40 փաստաթուղթ է ստորագրվել, բայց երկու երկրները մտադիր են խորացնել ու ընդլայնել հարաբերությունները, այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի։ Կրիստինե Արագուլյան, Դավիթ Խալաչյան, Հորիզոն, Աթենք։ Նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել է փոխմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը եւ Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտոզոպոլոսը։ Նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը Հունաստանի տեխնոլոգիական ոլորտում համագործակցության բավականին լավ փորձ ունի, իսկ մինչ այս կատարած աշխատանքը հետագա համագործակցության ուղիների նախանշումը ամփոփվում է ստորագրված հուշագրում, նախանշելով, թե ինչ ուղղություններով են առաջ շարժվում։ Դրանք շատ են՝ թվայնացում, անպայուն տեխնոլոգիաներ եւ այլն։ Ռուսաստանը եւ Իրանը ապրիլի 1-ից կսկսեն ռեշտ Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը ըստ ՏԱՍՍ գործակալության այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլովը։ Ռուսաստանի եւ Իրանի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում էներգետիկայի նախարարի խոսքով կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճելի հարցերը, որոնք խանգարում էին նախագծի գործարկմանը։ 2023 թվականին Ռուսաստանի եւ Իրանը հյուսիս-հարավ նախագծի շրջանակում կնքել են համաձայնագիր Իրանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհի ռեշտ Աստարա 160 կիլոմետրանոց հատվածի համատեղ կառուցման մասին, որը կապահովի միջանցիկ երթևեկություն դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 600 միլիոն եվրո։ Մոսկվան եւ Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, կառուցումը, ինչպես նաեւ ապրանքների ու ծառայությունների մատակարարումը։ Ժնևում ավարտվել է Ռուսաստանի Ուկրաինայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Այն տևել է մոտ 2 ժամ։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին բանակցություններն անվանել է դժվար, բայց գործնական։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է նշանակալի առաջընթացի մասին, բայց չի նշել, թե ինչ նկատի ունի։ Հիշեցնենք, փետրվարի 17-ին կայացել է խորհրդակցությունների առաջին օրը Ռուսաստանի Դաշնություն Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինա եւ Ռուսաստանի Դաշնություն Միացյալ Նահանգներ Ուկրաինա ձևաչափերով։
Ժնևում 3 սկսված ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա եռակողմ բանակցությունները բնութագրել են որպես շատ լարված։ Այս մասին հայտնել են ռուսական պատվիրակության մեջ գտնվող France Press-ի աղբյուրները։ Իսկ Axios-ի լրագրող Բարակ Ռավիտը X-ում գրել է, որ խորհրդակցությունները փակուղի են մտել։ Երկու տեղյակ աղբյուրներ ինձ ասացին, որ Ժնևում քաղաքական խմբի բանակցություններն այսօր փակուղի են մտել։ Աղբյուրները նշել են, որ պատճառը ռուս նոր գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկու կողմից ներկայացված դիրքորոշումներն էին։ Բանակցությունների երկրորդ օրը Վիտկովը X-ում գրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին։ Նախագահ Թրամփի հաջողությունը այս պատերազմի երկու կողմերի միավորելու գործում հանգեցրել է նշանակալի առաջընթացի, եւ մենք հպարտ ենք նրա ղեկավարությամբ աշխատելով այս սարսափելի հակամարտության մեջ սպանությունները դադարեցնելու համար։ Երկու կողմերն էլ համաձայնել են տեղեկացնել իրենց համապատասխան ղեկավարներին եւ շարունակել աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը իր հերթին հայտնել է, որ Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո ինքը առանձին հանդիպում է անցկացրել եվրոպական երկրների հետ։ Ումերովը հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ Շվեյցարիայից։ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նա այս որոշումը բացատրել է նրանով, որ Լուկաշենկոն նպաստում է ուկրաինացիների սպանությանը։ Լուկաշենկոյի նկատմամբ ընդհանուր առմամբ 17 տեսակի սահմանափակումներ են կիրառվել, այդ թվում ակտիվների սառեցում, մուտքի արգելքներ, առևտրի եւ տարանցման սահմանափակումներ, ինչպես նաեւ ֆինանսական գործարքների եւ տեխնոլոգիաների փոխանցման արգելքներ։ Որոշ միջոցառումներ ուժի մեջ կլինեն անորոշ ժամանակով, իսկ մյուսները 10 տարի։ Ժնևում տեղի ունեցել նաև Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։ Բացվել է հնարավորությունների նոր պատուհան։ Բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մենք հույս ունենք, որ երկխոսությունը կհանգեցնի կայուն եւ համաձայնեցված լուծման, որը կբավարարի բոլոր շահագրգիռ կողմերի եւ ամբողջ տարածաշրջանի շահերը։ Օմանի միջնորդները նաև մեկնաբանել են Միացյալ Նահանգների բանագնացներ Ստիվ Վիտկոֆի եւ Ջարեդ Քուշների եւ Թեհրանի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունները։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայիդին ողջունել է առաջընթացը։ Այսօր Ժնևում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները ավարտվեցին ընդհանուր նպատակների եւ համապատասխան տեխնիկական հարցերի բացահայտման ուղղությամբ լավ առաջընթացով։ Մեր հանդիպումների ոգին կառուցողական էր։ Միասին մենք լուրջ ջանքեր գործադրեցինք վերջնական համաձայնագրի համար մի շարք ուղեցույց սկզբունքներ սահմանելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներդրումը շատ գնահատվեց։ Դեռ շատ աշխատանք կա անելու եւ կողմերը հաջորդ հանդիպումից առաջ հեռացան հստակ քայլերով։ Վատիկանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված խաղաղության խորհուրդ նախաձեռնությանը։ Հայտարարել է Վատիկանի դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյա կարդինալ Պիետրո Պարոլինը, հավելելով, որ ճգնաժամային իրավիճակների կառավարման ջանքերը պետք է կառավարվեն միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Խաղաղության խորհուրդը իր առաջին նիստը կանցկացնի Վաշինգտոնում վաղը Գազայի հարցը քննարկելու համար։ Իտալիան եւ Եվրամիությունը հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները պլանավորում են մասնակցել որպես դիտորդներ, քանի որ նրանք չեն միացել խորհրդին։ Երեկ Կալիֆոռնիայի Սիերա Նևադա լեռներում տեղի ունեցած ձնահոսքից հետո 9 դահուկորդ անհետ կորել է, սակայն 6 այլ դահուկորդներ, որոնք մնացել էին ձյան տակ, փրկվել են, հայտնել են նահանգի իշխանությունները։ Փրկվածները տարբեր վնասվածքներ ունեն, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Իդեպ վերջին տասնամյակում Միացյալ Նահանգներում ձնահոսքերը միջինում 27 մարդու կյանք են խլել ամեն ձմեռ, հայտնում է Reuters-ը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը կմասնակցի առաջիկա համապետական ընտրություններին։ Հայաքվեի թիմն այսօր մամուլի ասուլիսով ազդարել էր քաղաքական հայտի մեկնարկը, ներկայացրել է նախընտրական ծրագիրը եւ ընտրությունների մասնակցության նախընտրելի ձևաչափը։ 2024 թվականին մենք որոշեցինք վերակազմավորվել որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր վրա վերցնելով ավելի ընդարձակ խնդիրների շրջանակ։ Կլինի դա մեր ազգային ինքնության պաշտպանությունը, ժողովրդավարության պաշտպանությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական խնդիրները։ Այժմ, երբ համապետական ընտրություններին մնացել է ընդամենը 3.5 ամիս, եկել է ժամանակը, որպեսզի մենք հաջորդ քայլը կատարենք եւ ներկայացնենք մեր քաղաքական հայտը։ Ուստի մենք առաջին հերթին քաղաքական դաշտ ենք գալիս
որպեսզի մեր ժողովրդին, մեր ընտրողներին տանք արմատական այլընտրանք։ Մեր քաղաքական ծրագիրը բավական ընդարձակ է, բայց այսօր բնականաբար այս շնորհանդեսին մենք կներկայացնենք ընդամենը իր ամենակարևոր դրույթները, նաև այն ակնկալիքով, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում մենք հնարավորություն կունենանք դրանցից յուրաքանչյուրը ավելի ընդարձակ բացահայտել։ Մեր նպատակը եւ գերագույն արժեքը դա հարատև հայկական պետությունն է։ Մոտ մեկ ժամ առաջ Աչափնյակ թաղամասում կրակոցներ են հնչել, տեղ ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ըստ հաղորդագրության 3-ի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր, 3-ինը ծանր վիճակում, 1 քաղաքացի մահացել է։ Նախարարությունը տուժածների առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։ Հավանաբար չի եղել մեկ կուսակցություն ու թեկնածու, որը Գյումրի գա նախընտրական ծրագրով, որտեղ թափառող շների խնդրի լուծման երաշխիք ու խոստում գրված չլինի։ Գրածներից թե քանիսի հարցն է այդ թվում եւ շների լուծում ստացել, փաստացի վիճակում եղածն է։ Այնուամենայնիվ ծրագիր գրողներն էլ քաղաքացիներն էլ համոզված են, որ թափառող շների հարցը միայն սերժացումով չէ, որ լուծում է ունենալու։ Տեղ է պետք վտանգավոր ագրեսիվ կենդանիներին պահելու, կերակրելու համար։ Վերջի մի քանի տարիներին կացարան կառուցելու տարածքի գումարներ հատկացնելու հաշվարկներից ոչինչ քաղաքը չի շահել։ 2025 թվականի մասնակցային բյուջետավորմամբ պետության 80 համայնքի 20% ֆինանսավորմամբ շահած ծրագիրը ևս ձախողվել է։ Խմբակային շների ելույթները օրվա տարբեր ժամերի տարբեր են։ Ցերեկվա հաչոցները գիշերը վերածվում են ոռնոցի։ Շուրջ բոլորը շենքեր են հարյուրավոր բնակիչներով, որոնք արդեն բան չեն հասկանում։ Կերակրելն է ճիշտ, թե փայտը ձեռքում պահելը, որովհետև կուշտ թե սոված անվնաս չեն։ Գիշեր ցերեկը դի կապ չունի։ Վնասը կուտան իրանք։ Ասենք ագրեսիվ են այնքան, որ հեչ բանը չեսեն, իրանք վնաս կուտան։ Երեխեքը դպրոց կեշտան, մարդիկ կեշտան գործի, շները կհարցակվեն մարդկանց վրա, երեխեքի վրա։ Երեխեն կանգնած էր դպրոց պդեշտար, շունը հասավ, այդ իրան ռուկզակից բռնեց ու քաշեց։ Եթե անգամ չեն խածում այդ հաչոցները, բազելը բանը, ազդում է երեխաների մարդկանց հոգեբանության վրա։ Շները հասնենք երեխաների վրա, մենք ենք քանի անգամ օգնել այդ շների երեխաներին որ անցնի, հնարավոր չէ, երկու բոդ ասել ստեղից ընդեղ հնարավոր չէ։ Թափառող ամբուն շների մարդու բարեկամ դառնալը չի ստացվում, իսկ որ ագրեսիվ են շնասերները դա կապում են մարդկանց վերաբերմունքի հետ։ Շուն տեսնելիս միանգամից վախն է առաջ գալիս, իսկ մեկ չէ 15-ից 20 շնից պաշտպանվելու տարբերակը որն է։ Կենդանասերներն ասում են, թե կերակրելուց բացի առանձին տարածք ու կացարան է պետք։ Թափառող շներով հիմա միայն նրանք են զբաղվում։ Կենդանասերների վրա չեն հարձակվում, չեն կծում, որովհետև կերակրում են։ Վնասվածք ունեցող շներին էլ տարբեր թաղամասերից հավաքում տեղափոխում են կենդանիների մասնավոր կլինիկա։ Այլ եթե լիներ այս կացարանը, խնամքի կենտրոնը, կենտրոնին միանգամից կտեղափոխվեր կենտրոն։ Այսինքն ահազանգը երբ որ ստացվում է, կատաղած շուն է, վնասված շուն է, սոված շուն է, հիվանդ շուն է։ Ահազանգին արդեն տեր էր կանգնելու այս կենտրոնը։ Այսինքն պետք է ստեղծվեր հոակ, ինչպես Երևանում է։ Եվ այդ հարցերը պետք է կարգավորեն իրենք, ոչ թե անհատ կենտանասերները, որոնք երբեմն կանգնած կենտանու գլխավերևում, իրանք չգիտեն ինչ անեն, որտեղ նույն կլինիկա տեղափոխել ինքը գումարներ է։ Կենտանասեր Երանուհի Սողոյանը 1 տարի առաջ թափառող շների համար Գյումրիում կացարան կառուցելու համալիր ծրագիր էր ներկայացրել։ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման հայտով այն հաղթեց։ Պետության 80% ֆինանսավորմամբ եւ մնացածը համայնքի ներդրմամբ կառուցվելու էր շների համար կացարան, որն իր մեջ ունենալու էր լաբորատորիա հետագայում ստերջացում կատարելու նպատակով, որ շները չշատանան։ Լինելու էր նաեւ տնային կենդանիների համար զբոսայգի, բայց 2025 թվականի դեկտեմբերին կառուցման ծրագրի մեկնարկի ժամկետը սպառվել է եւ հիմա փաստացի հաղթած ծրագիրը ձախողվել է։ Հիմա այս պահի դրությամբ 2026 թվականի փետրվար ամիսն է, ես կարող եմ ասել, որ թիմը տապալեց։ Կացարանի շինարարության համար հայտարարվել է 6 մրցույթ։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2025 թվականի օգոստոսի 28-ին։ Մինչև այդ եղել է նախագծի մրցույթ, հաղթող նախագիծը կա,
նախագծային աշխատանքներն արվել են, 3,5 միլիոն նախագծային աշխատանքներ, հա, արժեքն է եղել։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով պետությունն իր պարտավորությունը կատարած է եղել անցած տարվա սեպտեմբերին, փոխանցել է գումարի կեսը՝ 40 միլիոն դրամը, բայց այն վերադարձվել է բյուջե որևէ պայմանագիր ու մեկնարկած աշխատանք չլինելու պատճառով։ Իսկ մասնակցային բյուջետավորման ծրագիրն ի տարբերություն սուբվենցիոնի չի կարող փոխանցիկ դառնալ։ Պատասխանը ստացել ենք հունվարի 22-ին, որտեղ նշված է, որ առաջարկում ենք 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ընդհանրակարգով ձևավորված տվյալ ծրագրի իրականացումը դիտարկել համայնքի 2026 թվականի բյուջեի հնարավորությունների շրջանակում։ Նշանակում է, որ իրենց ուրեմն աջակցությունը հանում է կառավարությունը, որովհետև դու պայմանը չես կատարել, հա, ծրագրի եւ թողնում է համայնքի հայեցողությանը։ Իսկ թե ինչու շների կացարան նաև լաբորատորիա կառուցելու համար քաղաքապետարանի հայտարարած մի քանի մրցույթներին ոչ մի շինկազմակերպություն հայտ չի ներկայացրել, Գյումրիի գլխավոր ճարտարապետի օգնականը նշում է, թե ընդամենը 200 քառակուսի մետր մակերեսով կացարան կառուցելու համար շինարարի որակավորման բարձր շեմ է սահմանվել, իսկ շինկազմակերպությունները չեն ունեցել նման մրցույթի մասնակցության համար պահանջվող լիցենզիա։ Պատճառը երևի տեխնիկականն է եղել, քանի որ այնտեղ լիցենզիայի 10 կար լաբորատորիայի մաս 4-ից 5 անգամ չի կայացել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ծրագրի հեղինակին ուղարկված նամակի պատասխանից պարզ է դառնում, որ ծրագիրը դառնում է ամբողջությամբ տեղական բյուջեի հաշվին իրականացվելիք։ Այժմ քաղաքապետարանը դիտարկում է այս տարբերակը։ Երևի այս ծրագիրը առայժմ կմնա թղթի վրա, բայց մենք 2026 թվականին նախատեսել ենք մոտ ժամանակներս կսկսենք երևի արդեն շների կացարանք կառուցենք երևի այլ տեղում, արդեն այլ չափանիշներով, որը կբաժնենք փուլայինով, առաջի փուլով կլինի որպես շների կացարան, երկրորդով նոր լաբորատորիա։ Ձախողված ծրագիրը մասնակցային բյուջետավորմամբ գնահատվել էր 124 միլիոն դրամ։ Եթե այն քաղաքի բյուջեի հաշվին իրականացվող ծրագիր դառնա, գումարի չափը փոխվելու է, պակասելու է, թե ավելանալու դա էլ չգիտեն, բայց քաղաքապետարանի պատասխանատուն արդեն ասում է, որ մտադիր չեն շների կացարան կառուցել այն տարածքում, որը հատկացվել էր ձախողված ծրագրի համար։ Խոսքը անի թաղամասի Բարուրցևակ փողոցի վերջնամասում գտնվող 2 հեկտար տարածքի մասին է։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրացում այս քանը թարմացված նորություններից, ընթացեք մեր հաջորդ թողարկումներում։